Լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտների տարվա կարևորագույն միջոցառում Ilogi Fest 25-ը այլևս իրականություն է։ Մայիսի 30-ին Meridian Expo կենտրոնում մեկնարկած լոգիստիկ ու տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչների, ընկերությունների ղեկավարների և ոլորտի առաջատարների համար նախատեսված այս միջոցառումը ոլորտում տարածաշրջանի խոշորագույն իրադարձությունն է։ Ilogi Fest 25-ը նպատակ ունի խթանել լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտներում թվային լուծումների ներդրմանը, որը կբարձրացնի ոլորտի արդյունավետությունը և կաջակցի տարբեր դերակատարների միջև համագործակցությանը։ Միջոցառման կարևորագույն առանձնահատկությունն իր միջազգային բնույթն է, մասնակիցների, խոսնակների և հյուրերի աննախադեպ ներգրավվածությամբ։ Այն կազմակերպում է Event Expo Group-ը։ Մենք ոլորտում ենք արդեն ավելի քան 15 տարի, գործընկերների մոտ միտքը առաջացել էր արդեն մոտ մի 5 տարի, որոշեցինք, որ հիմա ջի ժամանակահատվածն է Հայաստանը քարտեզի վրա դիրքավորելու, տարբեր գործընկերային հարաբերությունները ձևավորելու, բիզնեսները իրար հետ կծանոթանան, նոր հնարավորություններ կստեղծվի, նոր networking կլինի բոլորի համար։ Ilogi Fest-ը ներկայանում է 3 բաղադրիչով։ Միջոցառման 3 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել ֆեստի շրջանակում կազմակերպված համաժողովին, ցուցահանդեսին և հեքեթոնին։ Գլոբալ լոգիստիկա, սահմանային կարգավորումներ, էլեկտրոնային առևտրի միտումներ և մատակարարման շղթայում արհեստական բանականության կիրառում։ Բոլոր այս հարցերը կլինեն երկօրյա համաժողովի թիրախում։ Ոլորտի առաջատարներն ու միջազգային խոսնակները կանդրադառնան ոլորտի մարտահրավերներին, օրենսդրական բացերին և կարգավորումներին, Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ քարտեզի որպես առանցքային երկիր դառնալու հեռանկարին, ոլորտային ներդրումների ներգրավմանն ու այլ կարևոր հարցերի։ Միջոցառման մյուս կարևոր բաղադրիչը հեքեթոնն է։ Մասնակից ավելի քան 20 թիմերով, որոնք օր ու գիշեր աշխատելու են ստանալու լավագույն տեխնիկական լուծումը դրոնների միջոցով առաքում կազմակերպելու համար։ Մասնակից թիմերի միջև դրվել է 3 տարբեր խնդիր, իսկ հաղթողները որոշվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Առաջինը այդ դրոնի միջոցով բեռառաքումն է։ Մենք մասնավորապես օգտագործելու ենք հենց ATS-ը։ Մյուսը այդ մոնիտորինգի ծրագիրն է, այսինքն երբ որ ինչ որ դրոն կամ ATS-ը իր միսիան է կատարում կամ մի քանի, ATS-ներ, պետք է լինում իրենց հետևել, այսինքն տեսնել ուր են հասել, ինչ որ իրավիճակներում իրենց հետ բերել։ Երրորդ մեր թիմը մասնակցելու է արդեն դրոնների օպտիմալ ճանապարհի որոշմանը։ Միջոցառման ցուցահանդեսի շրջանակում մասնակից ընկերություններն իրենց տաղավարներում ներկայացնում են լուծումներ թե լոգիստիկ, թե էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Միջոցառման այս հատվածը բացի բիզնեսներից շատ հետաքրքիր ու օգտակար կարող է լինել նաև անհատների համար, ովքեր կարող են բացահայտել էլեկտրոնային առևտրի նոր, առավել հարմարավետ տարբերակներ, ստանալ արժեքավոր տեղեկատվություն ու խորհուրդներ։ Այսպիսի միջոցառում, որը մեզ լիովին, այսպես ասած, մոտիկ էր մեր իրականությանը, մեր, Վալդբրիզի, այսպես ասած, չի լինում։ Սա առաջինն է, ինչի համար շատ ուրախ ենք։ Ընդհանրապես e-commerce-ը Հայաստանում երկրաչափական պրոգրեսիվ է աճում, ինչը որ շատ ուրախացնում է, մենք էլ փորձում ենք մեր լուման ունենանք մաքսիմալ եւ օգտակար լինենք թե վաճառողներին, ինչը որ այս տենտը հենց դրա համար է այսօր, որպեսզի վաճառողները, գործընկերները մոտիկանան մաքսիմալ մեր հետ կարողանան շփումը լինի པարզ, հեշտ եւ արագ։ Ամեն տարի մենք մոտ 60% վաճառքների աճ ենք ունենում։ Եթե մենք ունեինք 2023 թվականին օրինակ 200-300 վաճառող, 24-ին արդեն իրենք 5000-ն էին, այսօր մոտ 8000-ն են։ Ցուցահանդեսում ներկայացված եւ միջոցառման հովանավորը հանդիսացող տեքստի տաղավարում մասնակիցներին սպասում են հետաքրքիր մրցույթներ, նվերներ, անմիջական հանդիպումներ եւ խորհրդատվություն փորձառու թիմի հետ։ Փառատոնի շրջանակում ընկերությունը խաղարկում է Հայաստան ժամանող արտիստներ Ջենիֆեր Լոպեսի եւ Զեմֆիրայի համերգների երկուական տոմս։ Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է այս 3 օրերի ընթացքում այցելել Meridian Expo կենտրոն, մոտենալ տեքստի տաղավար եւ գրանցվել մասնակիցների ցանկում։ Շուրջ 30 տարի մենք այս ոլորտում ենք, համարվում ենք խոշորագույն լոգիստիկ կազմակերպություններից մեկը եւ բնականաբար նման միջոցառմանը մենք չենք կարողանում մասին մնալ եւ այսօր այստեղ մենք մասնակցում ենք մեր միանգամից 3 ապրանքանիշներով, որը վերաբերում է սուրանդակային ծառայությանը։ Տեքստի նպատակը հենց Հայաստանում փոխել առաքման մշակույթը եւ ապահովել նաեւ գյուղական եւ քաղաքային Երևանից դուրս տարածքներում մեր ձեռներեցների
որոնք խնդիր ունեն լոգիստիկայի հետ, այդ կապը հնարավորություն տալ մարդկանց իրենց բնակավայրերում զբաղվեն իրենց գործով, իսկ մենք առաքման հոգսը իրենց կողմից վերցնենք։ Իլոջի ֆեստը կշարունակվի մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին, բացելով նոր հնարավորություններ բիզնեսների եւ անհատների համար, ինչպես նաեւ ցույց տալով հավաքտություններ դառնալու ամենամյա կարևորագույն միջոցառում։